Բարեցես, սերիալիստներ, այսօր ինձ հետ է ասկային ժողովրդական բևերի խորհրդի անդամ հրամանատար պարոն Ժիրայր Սեֆիլյանը։ Բարև պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք։ Հարցես, հարկասո Բարեցես, դուք լավ ենք, շնորհակալ ենք որ ընդունեցիք այս հրավերը։ Պարոն սրեմ Սեֆիլյան, առանց երկարապանություններու շատ վտանգավոր վիճակի մեջ կապրինք։ Դժբախտաբար վստահ եմ, որ ինչ որ բոլորը գսեք Հայաստանի մեջ ըստած եք, սակայն դժբախտաբար սպյուրք եմ, որ ինձ գլսեն բավական դերություն ունին սխալ դերություններ ունին Հայաստանի մեջ ինչ կբադայի կամ չեն հասկանալ կամ անդարբեր են պես կսինք առաջինին որ դերևս սպյուրքը հասկանա ինչ վտանգի կսպառնա Հայաստանը ինչ վիճակի մեջ է Բարոն Սիմոնյանը մի քանի օր առաջ մեզի ավետեց այն խաղաղության պայմանագիրը, որ ստացվի, ինչ աղետ է բերելու եւ Հայաստանի pedagogical գերիշխանության վերացումը կնշանակի, որովհետեւ հստակ հող պատրաստեց, հեսա որ երբ որստորակրվի ազերիները պիտի ապրին Հայաստանում եւ Հայաստանի հայերը պիտի ապրին Արցախում, Ադրբեջանում, որ իհարկե անհնար է երկրորդը, սակայն առաջինը նաեւ կխոսվի որ նաև երաշխիքներ պետք է որ ազերիները Հայաստանի մեջ ապահովություն իրենց ապահովեն երրորդ ուժը այսինքն հստակ Թուրքիան այսինքն Հայաստանի գերիշխանությունը իշխանությունը ոչ եւս է Հայաստանի pedagogical ոչ եւս է Հայաստանի իբր հայերու երկիր ոչ եւս է ինչպես կգնահատեք որովհետեւ մենք պատրաստ ենք որ Փաշինյանիզմը երբ որ բամը ասե հողը կպատրաստի եւ աղետը արդեն կպատահի խնդրեմ հրամեցեք այո ճիշտ եք գնահատում իրավիճակը անշուշտ այս ամեն ինչը կորզնական նորեն կարող ենք ասել սկսվեց կյանքի գոչվել 44 օրյա հայտնի պայմանավորված բادرազմից սկսյալ ինչ նաև մասնավորապես 20 թվականի նոյեմբեր 9-ից սկսյալ ինքը նոյեմբեր 9-ի փաստաթուղթը արդեն բոլորիս հուշում էր որ մեր երկիրը դեպի ուր է գնում ցավալին այն է որ անցնող 4-5 տարիների ընթացքում մենք որպես ժողովուրդ, մենք որպես ազգ այդպես էլ չկարողացանք ինքնագազմագերբվել, որպեսզի այս ամեն ինչի դեմն առնենք։ Այսինքն այնինչ այսօր լսում ենք, դա մեր համար զարմանալի չի, որտեղ ինչպես ասեցի, այդ ամեն ինչը նոյեմբերի 9-ի փաստաթղթի եթե հայտնի գեդերի մեջ չկային ամեն ինչ մանրամասնորեն, ապա չերևացող ենթագետերում այդ ամեն ինչը երևում էր։ Այո, համաձայն եմ, որ շատ օրասական օրեր ենք ապրում եւ նույն այս Ալեն Սիմոնյանների համարձակությունը այդպիսի հագահայ ինչպես ասեմ այդպիսի տշնամական հայտարարություններ անելու բահով այո այսօր դա ազդում է շատերին հոգեպես ընկճում է շատերին այդ տշնամական հայտարարությունները եւ այսօր նրանք շատերը տեսնում են որ անպատիժ են մնում կատարում են այնպիսի հայտարարություններ եւ անպատիժ են մնում դա շատերին հիասթափեցնում է ընկճում է հոգեպես ընկճում է սակայն ես վստահ եմ որ Ալեն Սիմոնյանները ուշ թե շուտ բադժվելու են ամենախիստ ձևով հրամեցեք մեզ մնում է շարունակենք դիմադրել ամեն մարդ իր ունակության սահմաններում եւ ամենակարևորը լուծում գտնենք այսինքն դիմադրությունը պիտի լինի այն ուղղությամբ որ դեպի ելք հա պիտի դեպի լուծում պիտի գնանք այդ դիմադրելով դեպի լուծումը պետք է գնանք այսինքն դիմադրել միայն դոփել դեղում դա լուծում չի այո այս իմաստով մենք մեր հնարավորության սահմաններում քայլեր կատարում ենք դրանց մեծ մասը այս օրերին չի երևում երբ արդյունքի մոտիկ լինենք հավանաբար այդ ժամանակ էլ գերեվա կուզեմ ասել որ ցեկենից զալած նստած չենք բացի որ անդադ մտորումների մեջ ենք մտածում ենք ինչի քայլեր ցերնարգենք միաժամանակ էլ կատարում ենք քայլեր աբակա մեր պատկերացրած լուծումի մոտենալու համար հասկանալի է երկրորդը նախ կուզեմ ողջունել որ ասկային ժողովրդական բևերը միշտ
իր ունի իր դողությունները եւ վերաբավությունները եւ կանտանությունները Էջմիածնի մայրաթորի եկեղեցին, սակայն գողջուն եմ, որ այս վտանգի բահին գիտակցեցա, որ բահը պետք է համախմբվել։ Ձեր գարձիկով ինչու եւ ինչպես, որովհետեւ դուք ինչպես կգնահատեք ինտերնետի վրա հստակ երևի որ Փաշազադե ազերի գարձեմ մոլա է չեմ գիտեր Կովկասի իսլամիստ խորհրդի մոլան մի քանի օր առաջ սկսավ իր արշավը մայրաթորին դեմ եւ ճուշացավ հանդարտ սինխրոն այսինքն ես չեմ ուզեն ապաստանել սակայն այսինքն տիպված է որ ամենադեմ որ Ադրբեջանեն կամ այնտեղեն հայկական սրբություններուն դեմ հայտարարությունը գել է մի քանի օր յետ դժբախտաբար մեր իշխանությունն նույն ուղղության վրա է այո թե ինչու այս օրերին սաստկացավ հարցագումը մեր եկեղեցու վրա շատերին բոլորիս հետաքրքրում է կարծում եմ որ մի քանի պատճառ կա նախ ինչու ես քիչ առաջ խոսեցինք այդ Ալեն Սիմոնյանների այդ ճշնամական հայտարարությունները որ կատարում են այսինքն ադրբեջանական մտահղացումները ադրբեջանական ծրագրերը Ալիևյան ցանկությունները որոնք մի քանի տարի է մենք բարբերաբար լսում ենք դրանք եւ համատուչան փոփոխության մասին խոսքը եւ ոչ միայն Միչանսկի այլ նաեւ Սյունիքը իրենցով անելու ցանկությունները չթաքցնել այդ ամեն ինչը եւ այսպես ասած փախստականների 300,000 չգիտեմ քանի 100,000 Հայաստան վերադարձնելու ծրագրերը Արցախում դեղի ունեցած ցեղասպանությունը եւ շարունակվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ ինչու՞ չէ նաեւ յուրացման աշխատանքը որ մեծ թափով այս Ադրբեջանը այս տարիների ընթացքում այդ աշխատանքը դանում է առաջ այս ամենը վերջ-վերջո ցանկի կարող են գոչել նրանց հետ հաջողվի Հայաստանում վերացնել փոշիացնել կետնին հավասարացնել ազգային թիմադրական բոլոր օղակները նրանք ճշնամին սարսափած է նույնիսկ եթե մի օղակ էլ ունենա ունակություն մնալու դա իրենց ոչ միայն մտահոգում է այլ սարսափում են իրենք այդ հանգամանքից վախենալով իրենց ծրագրերի գիսատ մնալը եւ հագարակը դրան նորից հայությունը կարողանա շնորհիվ այդ օղակի կամ օղակների համախմբվելու ազգային իմաստով ազգային օրագարկի շուրջ եւ ինչ չէ արդեն քայլեր ցերնարգելու անցած դարիների մենացած կորուստները վերականգնելու ուղղությամբ այդ հանգամանքը իրենց շատ սարսափեցնում է եւ դե ինչու այժմ այս հարցակումը սկսվեց եկեղեցու վրա միջայլոց պիտի նկատենք որ եկեղեցու վրա հարցակումը հասկացմանը մենք պիտի չանդեսենք Հայաստանեն ներս ազգային ուժերի նկատմամբ հալածանքը ազգային ուժերի նկատմամբ արգա մտահղացումները Փաշինյանական իշխանություններում առնվազն մի քանի շրջանակների վերաբերյալ ես կարող եմ ասել որ նրանք ունեն որոշում որ պետք է չեզոքացվեն այդ ուժերը այսինքն այստեղ ուզեմ ասել հարցակումը այո այս օրերին գլխավորը եկեղեցին է եկեղեցի վրա հարցակումն է բայց զուգահեռաբար նաև այդ աշխատանքն է կնում այսինքն ազգային թիմադրական ներուժ ունեցող որևէ օղակ շրջանակ առավել եւս հաստատություն եկեղեցու նման 1700-ամյա հաստատություն նրանք չեն գնա նրանք հասկանում են որ իրենց չի հաջողվի իրենց թավաթիր ծրագրերը կյանքի գոչել այսինքն բավարար չէ միայն Փաշինյանի ենթագայությունը բավարար չէ միայն Փաշինյանն ու իր այսպես ասած մի քանի տասնյակ հազարավոր ոստիկանական զորքերը դրանք բավարար չեն միջև եթե կա թիմադրող օջախներ
ապա ուշ թե շուտ ժողովուրդը Այո, բաթաթվելու է այդ օջախների շուրջ եւ այդ թիմադրությունը արդեն ժողովրդային թիմադրությամբ ճզմելու են գնանք ոչ միայն պաշինյանական իշխանությունը, այլ նաեւ ինչպես ասեցի, արդեն քայլեր են ցերնարգվելու մեր անցած դարերի դարածքային գորուսները վերականգնելու եւ ոչ միայն վերջի ժամանակների։ Այսինքն ի վնաս Ադրբեջանի մեծ պոտենցիալ ունեցող հայ ժողովուրդը կարողանալու է զարթոն կապրի, իմիքա, վերագազմագերբվի եւ գնա առաջ։ Այդ մտքից նրանք սարսափելով է որ այս օրերին այսպիսի թափով իրենց հարցակման անցել են։ Բայց ինչպես տեսնում ենք եկեղեցու նկատմամբ արշավանքը Փաշինյանական այն մարտավարությունը մանավանդ որ նրանք որտեքրել են, ինչ ցևով պետք է եկեղեցին իրենցով անեն, այսինքն ինչպես որ որևէ նախարարի նշանակում է Փաշինյանը, որը պետք է ենթարկվի իրեն, նույնանման մտահղացմամբ, որոշմամբ, ինչը նաև ճշտամու հանձնարարությամբ ուզում են եկեղեցում մի գլուխ նշանակեն, որը պիտի ենթարկվի իրենց։ Բարձ է որ այստեղ իրենք սխալվեցին եւ իրենք չեն հաջողելու ինչքան էլ որ աշխարհակահաղական ինչ որ ճշնամական կենտրոններ այդ իօկուտ այդ որոշման քայլեր կատարեն եւ նեցուկ լինեն Փաշինյանական իշխանությանը, ես կարծում եմ որ այս հարցում նրանք սխալվել են ակալավեցին եւ հաջողության չեն հասնելու, ինչպես ասեցի, մեր եկեղեցին իր էությամբ, իր փոխանցությամբ երևույթ որպես երևույթ նաև հայ ժողովրդի մոտ տարբեր շերտերի մոտ տարբեր ընկալում կա։ Այստեղ բարձր է որ ընդգծված քրիստոնյա հավատացյալ պետք է լինել, որբեսի այդ արժեքներին պաշտպանել, չթողնել ոտնահարվի այդ սրբությունները, որ թարերի խորքից հասել են մեզ, այսինքն այդ ազգային արժեքի գիտակցումը, ինչպես ասեցի, միայն հավատացյալ շերտի մոտ չի այ ժողովրդի, բազմաթիվ շերտեր այսօր ես վստահ եմ որ պատրաստ են պաշտպանելու մեր եկեղեցուն։ Այստեղ խնդիրը Գաթողիկոսը չի, այստեղ ինչպես ասեցի, նրանք ուզում են ունենալ ենթակայական մի հաստատություն։ Եկեղեցու հետ կապված, ինչպես դուք ձեր խոսքում ասեցիք, որ մենք որպես քաղաքական ուժ քիչ ենք, բարձրացան քիչ ենք, պաշտոնապես քիչ, շատ քիչ ենք անդրադարձել հայտնի պատճառներով, մենք չենք ուզեցել ավելորդ ներազգային սրացումները խորացնելու, որովհետև մենք անկախ ամեն ինչից մենք գիտենք ճշտամին ինչպես այս դարների ընթացքում աշխատել է եւ բարակտել է մեզ բոլորիս մեր ժողովրդին եւ մենք չենք մեզ դակավին չի հաջողվել այդ ապապարագտման այդ գործընթացը սկսել դարբեր պատճառներով մենք պաշտոնապես շատ հազվադեպ ենք գարձիկ հայտնել եկեղեցու այսօրվա ընթացքի մասին կամ գնահատականներ տալուց անհատապես հաջող կարող ենք ասել բարձրացնել ենք բարբերաբար հարցազրույցներում հարցը բարձրացվել է եւ մենք պատասխան ենք անձնապես ես բազմաթիվ անգամ ես հիշում եմ այս երկար տարիների ընթացքում իմ կարծիքը անձնական կարծիքս հայտնել եմ դժգոհությունս հայտնել եմ ինչու՞ չէ նաեւ մատնացույց են կարել սխալները մեր եկեղեցու մեր կողմից այդ կարևոր համարվող հաստատությանը սակայն եթե օրին մենք դեսել ենք տերություններ, որը մինչ այսօր է տերությունները կան, եթե օրին մենք բարձրացնել ենք եւ նույնիսկ հորդորել ենք, որ առողջացման ընթացքը վերջ-վերջով սկսի, տարբեր երեսներով, այժմ կարծում եմ, որ իրավիճակը այնպեսին է, որ ժամանակն է այս հարցում մենք անկախ ինչ տեսակետներ ունենք, ինչ կարծիք ունենք, գոհ ենք, գոհ չենք, այս ամեն ինչը մեկ կողմ թողնելու, քաղաքականությունը վերջապես պիտի
Պիտի բարդատրի մեզ, որ մենք բանականությամբ կործենք, բանականությամբ կործենք, զգացմունքները չէ որ մեզ պիտի առաջ տանի կամ անձնական այսպես եսակենտրոն մտա այսպես հավակնությունները, մտահղացումները չէ որ պետք է առաջնորդեն մեզ, հա մենք քանի որ ժամանակին ասել ենք այսպեսի բան, դակավին չի կատարվել, մեզ չեն լսել, ուստի ինչ ուզում է թող լինի, այդպես չի, այդպես չի։ Սա մենք գործ ունենք մեր ժողովրդի, մեր ազգի ճակատագրի հետ, ուստի ամեն ինչ ըստ բանականությամբ եւ առողջ բանականությամբ պետք է այս օրերին եկեղեցու հետ կապված բազմաթիվ խնդիրներ որ արգա են, մենք այժմ այդ էջը դարձնում ենք եւ մեր բոլոր ներուժով պիտի թույլ չտանք թշնամու ծրագրի կյանքի կոչումը, իսկ թե այդ փոփոխությունները երբ կլինեն, ինչպես կլինեն, դրա ժամանակը կգա։ Հաստատ եկեղեցու առողջացման, բարեփոխման, իր իսկական առաքելության ուղղությամբ քայլեր ցերնարգելու ժամանակները հաստատ Նիկոլ Փաշինյանի օրերում չի։ Ասա անհետությունն է։ Փաշինյանը ով է որ ինքը պիտի խոսի, ինքը պիտի գարձիկ հայտնի եկեղեցու բարեփոխումներից, այնտեղ մենք տեսնում ենք ինչպիսի անհեթեթ, անմագարտակ ցևով է որ նա փորձում է իբրև թե փոփոխություններ իրականացնել։ Հաստատ Փաշինյանի օրոք չէ որ այդ ամենակարևոր հարցերի մասին պիտի խոսենք, եւ ոչ միայն եկեղեցու, մենք բազմաթիվ հարցեր ունենք ազգային իմաստով, այդ լուրջ հարցերը Փաշինյանի ժամանակներում քննարկման թեմա չեն։ Հա այսօր պիտի քննարկման թեմա պիտի լինի մեկը մեր ժողովրդի համար, դա պիտի մի հստակ օրագարկի շուրջ համախմբումը, որը օրագարկի գլխավոր խնդիրը պետք է լինի օր առաջ ցերպազատվելը այս բադուհասից, այս բադուհաս իշխանություններից։ Համաձայն եմ պարոն Սեֆիլյան, դուք խոսեցաք համախմբի մասին, գուզեմ հարցնել երկու հարցում, որտեղ ինչպես ասիք, դուք պիտի բայկարիք, aber բանակման փորձերում, որ ճշտամին բավական լավ կդանի մեր ներքին ճակատում, նկատելի է որ ասկային ժողովրդական բևերը արդեն գրեթե կրնան գսել որ զինակցության մեջ է գարդես թե այմին հետ եւ ասկային ուժերն բավական լավ հարաբերություններ մանավանդ նկատեմ եւ ողջունեմ որ ծեր գետրոնում հրավիրում եք այլ մտավորականներ նաեւ ուզեմ խոսել դաշնակցությունը սպիրկի մեջ կամ դաշնակցության բյուրոն շատ ուժեղ կերպով հայտարարություն մահանեց ասկային ժողովրդական բևերը այս հարցով պատրաստ է համագործակցել Դաշնակցության հետ եւ բոլոր այն ուժերուն հետ նույնիսկ եթե անոնք պատկանին ասենք քիչ ավելի կամ այն ուժերուն հետ որ արտային քաղաքականության մեջ ասկային ժողովրդական բևերը այդ ուժերուն հետ դարագարձիկ է սակայն այս հարցով հնարավոր է որ բևերը համագործակցի այդ բոլոր ուժերուն հետ որովհետեւ եթե եկեղեցին ինա ազիմեր վերջին բաստիոնն է հրամեցեք այո ոչ միայն այս հարցով բևերը պատրաստ է այսինքն եկեղեցու պաշտպանության հարցով կամ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների թեմ քայլեր ցերնարգելու հարցով, այլ նաև մենք պատրաստ ենք քիչ առաջվա իմ բարձրացրած օրագարկի շուրջ գործակցելու, որը մենք հա դարի առաջ ապացուցել ենք, որ պատրաստ գործակցելու։ Համաձայն եմ։ Եվ այստեղ նորից եմ ասում, շատ կարևոր է օրագարկի շուրջ այդ գործակցությունը, ոչ միայն եկեղեցու պաշտպան, որովհետև առասարակ գրվի մեջ միայն պաշտպանության թիրք ընդունելը այդքան էլ ճիշտ չի։ Պիտի անցնել արդեն հակահարձակման եւ օր առաջ ցերպազատվել այս աբիգարներից, այս ճշտամիներից։ Անշուշտ մենք բևերը պատրաստ է գործակցելու դաշնակցության հետ եւ ոչ միայն դաշնակցության հետ հստակ օրագարկի շուրջ։ Եթե հստակ է զորօրինակ մենք ինչ որի մասին շատերն են խոսում։ Արդեն միայն մեր կողմից չի բարձրացում, հա, առաջնահերթորեն Փաշինյանի հերացում, անցումային փուլ, այսինքն հագաճգնաժամային ծրագիր եւ նոր դրանից հետո ընդրություններ։ Հիմա անցումային փուլը դարբեր շրջանակներ, դարբեր ուժեր ունեն իրենց պատկերացումները, կարող է դարբեր սցենարներ լինի, դրա շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, կարող է լինի 6 ամիս ժամկետով կամ մի տարի կամ 1.5 տարի, բայց շատ կարեւոր է անցումային փուլ հագաճգնաժամային ծրագրի քայլերի իրականացում հետո նոր
ընդրությունների գազམ་ակերպում, այսինքն նաև ընդրությունների նախադրյալների պատրաստում։ Եվ այս իմաստով մենք պատրաստ ենք եւ հուսով եմ, որ վերջ-վերջո ինչու՞ նաև այս ճշտամու կողմից այսպիսի վայրակ քայլերի ցերնարգումը Ապարտաման կստապեցնի բոլոր առողջ ուժերին եւ իրենց մեջ ուժ կգտնեն կորզակցելու հստակ օրակարգի շուրջ։ Ես այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասեմ, որի նոր բան չեմ ասում, վերջի ամիսներին հաջող եմ բարձրացնել, բայց բանալի այդ կորզակցության եւ հաջողության բանալին ես կարծում եմ հետեւյալի մեջ է։ Այս օրակարգը, որ պետք է կյանքի գոչվի, ում կողմից պետք է կյանքի գոչվի, որ ուժի կողմից։ Այսօր որևէ ուժ, որ ինքը ասի ես եմ, կամ այդ անցումային փուլի տեխնազուն ես եմ դրամատրում, ոչ միտեղ չենք հասնելու։ Այո։ Մենք վերջ-վերջո իրավիճակը ճիշտ կնահատենք, բացի այն հանգամանքից, որ որևէ ուժ առանցին ի վիճակի չէ այս զանր բերը բարձրացնելու, այլ նաև մենք տեսնում ենք ինչպիսի ոչ առողջ հոգեվիճակի մեջ են բոլոր քաղաքական շրջանակները։ Անհանդուրժողականությունը, անվստահությունը, ոչ քաղաքական շարժուձևը, մտածելակերպը եւ այլն։ Ոստի լուծումը այն է, որ անցումային փուլի ժամանակահատվածի կառավարման ղեկը պետք է հանձնվի այնպիսի մի մարդու, որ նա չեզոք է։ Այո։ Ամեն իմաստով։ Եվ այնպես չէ, որ այսօր հայ ժողովրդի մեջ չկան այդպիսի, հնարավոր չէ գտնել այդպիսի կերպարներ։ Ով ասեց հնարավոր չէ։ Հնարավոր է։ Հնարավոր եւ ճիշտ պիտի լիներ, որ այս ընթացքում այս ուղղությամբ շատեր մտածեն, մենք այսպես ոչ հրաբարակային շփումներ ունենում ենք, այս միտքը փորձում ենք առաջ մղել, առաջիկա ժամանակներում եւս լուրջ քայլեր ենք մտածել, որի մասին ավելի ուշ մեր ժողովրդին կդեղեկացնենք, բայց ես կարծում եմ, որ գլխավոր բանալին սրա մեջ է։ Բոլորս պիտի հասկանանք, բոլոր քաղաքական ուժերը, իրարամերժ նաև քաղաքական ուժերը, պիտի հասկանան, որ այսօր մենք դատապարտված ենք մեր բոլորի ներուժը մեկ դեղելու այս ճշտամական խմբագին ոչ միայն հերացնելու ղեկից, այլ նաև բաժելու։ Եթե չբաժվեն այս ճշտամի արարածները, որոնք այսօր կառավարում են մեր երկիրը, մենք գործնելու ենք պետություն հասկացողությունը։ Եթե պետություն հաստատություն հասկացողության մեջ բաժիչ կորձոնը բան չէ, ինքնանպատակ չէ։ Ցավալին այն է, որ այս 30 տարիների ընթացքում այդպես էլ մեզ չի հաջողվել այդ անկախ, ինքնուրույն, ինքնիշխան պետությունը ստեղծել, մեզ չի հաջողվել։ Եվ այդ պատճառը նաև այսօր այդ է, որ այս 30 տարիների ընթացքում թշնամուն հաջողվեց վերջո արդեն մտնել մեր երկրեն ներս։ Եթե մինչև 18-20 թվականը մենք խոսում ենք մեր երկրի քաոթադիրական, նոր քաոթադիրական կառավարումից 91-92 թվականից սկսյալ, ապա արդեն 20 թվականից հետո կարող ենք ասել, որ այդ կրեմլյան քաոթադիրական համագարքին արդեն հավասար, ինչու՞ չէ նաև ավելիով այսօր թուրքական կառավարումն է արգա մեր երկրեն ներս։ Ուստի այս գնահատականը, այսինքն պետություն գործնելու, պետականություն գործնելու փաստը, այս ժամանակների փաստը պիտի բոլոր ուժերին լրջացնի եւ վերջապես կարողանանք գործակցել հստակ օրակարգի շուրջ։ Ես շատ նորից եմ ուզում բնտել այս մասին պետք է միտքը զարգացնել հնարավորինս առաջիկա ժամանակներում փնտրտուքը կդարվի այդ արդյոք ով կարող է լինել այդ։ Ես վստահ եմ, որ մի հոգու մասին չի, բազմաթիվ մարդիկ կան այդ, այսինքն որոնք ասենք մարդ, որը ունի ազգային մտածելակերպ, իր էությամբ ազգային է, ունի ինտելեկտ, ունի կյանքի փորձ, եւ որոշ նայած ինչ մասնագիտության դեր մարդ է, դվյալ որոշում հաջողություն եւ կառավարումից որոշ չափով հասկացող մարդ։ Բազմաթիվ են, չէ՞, այսօր։ Եվ սպիրտում միջազգային որ խոսում
ներուժի համախմբումից նաև սպիրկը նկատի ունեմ։ Այսօր ինչքան էլ որ սպիրկը ինքը իրենք նաև հայրենապնակ մեր հայությունից ավելի դժգոհ են այնտեղ, ավելի ուսահատ են ասկասեի, բայց իրենք էլ թող իմանան, որ այնպես չէ որ ներուժ չկա եւ սպիրկում եւ Հայաստանում, ներուժ առասարակ ներուժ կա եւ առավել եւս ասենք այս արդյոք ովքեր կարող են այդ անցումային փուլը այդ կառավարումը ժամանակավոր ստանցնել եւ այստեղ միշտ կարեւոր հանգամանք այն է որ ժամանակավոր կառավարում ստանցնած ղեկավարը եւ իր թիմը պետք է ի սկզբանե հստակ լինի որ ավարտելուց հետո անցումային փուլը նրանք քաղաքական հավակնություններ չեն ունենալու նրանք կողք են կաշվելու որովհետեւ վերջ-վերջո իրարամերժ ուժերը կարողանան իրոք կարողանան կորզակցել ինչ որ ծրագրի շուրջ եթե ոչ իրար հոշոտման ընթացքը շարունակվելու է եւ դրանից միայն թշնամին է օգտվում ինչպես էս 4-5 տարի մեծ դակավին չի հաջողվել հստակ օրակարգի շուրջ կորզակցումը ուզում եմ բացի դիմադրելուց ինչպես իմ խոսքի սկզբում ասեցի որ միայն դիմադրել եւ դոփել մնալ դեղում դա լուծում չի մենք դեպի լուծում այլեր պետք է ցերնարգենք այս լուծումը լինելու է ոչ միայն հայաստանյան ներուժով սպիրկ Հայաստան համատեղ ներուժի համախմբման բել լինելու որի ուղղությամբ մենք աշխատում ենք նորից եմ ասում աբակային այս ուղղությամբ բաղաձեր մենք կարող ենք բացել անշուշտ եթե որոշ հաջողություններ լինելուց հետո եթե հաջողություններ չեն լինում իմաստ չունի բայց մենք համառորեն այն ինչի մասին որ ես խոսում եմ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք մինչև հասնենք հաջողության Օրինակ բանոս Սեֆիլյան փոքր արդյունք փոքր մեջբերումը որ ինչպես ասիք սպիրկը ուզեմ նշել ուրախությամբ ողջունել որ մանավանդ սպիրկի մեջ փաշինյանիզմի զինագիստներն շարքի մեջ ինչպես ասիք որ եկեղեցին շուրջ զորակցությունը շատ ուժեղ է ուզեմ նշել որ նույնիսկ փաշինյանիզմի զինակցած ուժերն շարքի մեջ կնկատվի լայն զորակցություն մայրաթորի էջմիածին եկեղեցին այնպես որ սպիրկի մեջ այսինքն այնտեղն ցախողած է գարձեմ այդ ուղղությունը գուզեմ վերջին հարցումը գիտեմ որ ծեր ժամանակներ է նաև բևերը բավական լուրջ գործ կդանի արեմուտքի մեջ ամերիկայի մեջ եվրոպայի մեջ լոբիաստական շարժում ինչպես են ծեր շփումները գաբունները նման գնեցնենք որ հանրապետական գուսակցության հետ ամերիկայի մեջ բևերն բավական լավ հարաբերություններ մշակած է ասին վերջին հարցումն է գիտեմ որ ծեր ժամանակներն շատ կարևոր է արտաքին ոլորտում աշխատանք տանելը մենք շատ լավ հասկանում ենք որ մեր նման առավել եւս չկայացած որպես պետություն մենք մեր գնահատական այն է որ դե յուրե պետություն ենք եւ դա բարեփոխություն է նաեւ մեզի ինձա է 91 թվականից սկսյալ որը չեն կարողացել պայպայել Denk որ արտաքին ազդեցությունը ինչքան մեծ թերագադարում ունի այսօր մեր երկրի վրա ուստի առավել եւս այս իմաստով արտաքին դասավորումները մեր դարաձաշրջանում գլխավոր խաղացողները ովքեր են եւ դրանց շահերը ինչպիսին են այս ամեն ինչը պետք է ինչ մոդիկից պետք է ցանոթանալ եւ ըստ այդմ վարել համարժեք արտաքին քաղաքականություն սա այս գլխավորապես նաև այս նպատակով է որ այս ասենք վերջի մի քանի տարի մենք փորձում ենք աշխատանք տանել դրսում երկու ուղղությամբ մեկը այն է որ նախ եւ առաջ մենք փորձում ենք այո որպես քաղաքական ուժ պաշտոնապես Հայաստանը չենք ներկայացնում սակայն մենք բարբերաբար մենք մեզ այդ թիրքերից ենք խոսում օդար դարբեր կենտրոնների հետ նրանց հասկացնելով բացատրելով թե Հայաստանում ինչպիսի վիճակ է եւ գործող իշխանությունները ինչպիսի ճշտամական վերաբերմունք ունեն եւ ոչ միայն այսօրվա գործող իշխանությունները այս ամբողջ 30 տարիների ընթացքի մասին վերջապես ճշմարիտ խոսք հասցնելու խնդիր ունենք որտեղ մենք շատ լավ գիտենք որ տարբեր պատճառներով դարբեր երկրներ լուրջ վերաբահումներ են ունեցել այս վերջի դասնամյակներին եւ ինչ որ հերավորություն են բահել մեր երկրից այս իմաստով մենք ստեյչան փորձում ենք նախ եւ առաջ Հայաստանի շահերի լոբինգով զբաղվել Հայաստանի շահեր ասելով ես նկատի ունեմ Արցախը ներառյալ ցավոք
Մենք այդ աշխատանքը սկսել ենք միջև Դագավին Արցախի հայաթափումը եւ մեզ ինչպես տեսնում եք բոլորիս չհաջողվեց այդ հայաթափումը կանխել սակայն առնվազն ազգային թիրքերից խոսույթ այսօր եւ Վաշինգտոնում եւ Լոնդոնում եւ Բրյուսելում եվրոպական տարբեր երկրներում մեր չափով մենք այդ խոսքը դեղ հասցնում ենք, որը շատ կարեւորում ենք Մյուս անգամանքը այն է որ մենք մատնացույց ենք անում որ մեր երկրում արգա է մեր նման քաղաքական ուժ ազգային մի ուժ որը ինչպիսին է պատկերացնում Հայաստանի ապական Հայաստան ծրագիրը ասելով ինչպիսին է այս գործող իշխանությունների պատկերացումները ինչպիսին են մեր քաղաքական ուժի պատկերացումները ինչպիսին են եւ փորձում ենք մեր պատկերացումները եւ դարբեր լուրջ պետություններ, որոնք այստեղ ազդեցություն ունեն մեր ռեգիոնում, այնտեղ ընդհանուր շահեր մատնացույց անել եւ կորզակցության եզրեր գտնել։ Նաեւ հասկանալով, որ առաջիկա ժամանակներում նաեւ քիչ առաջվա մեր ասած օրագարկից որ խոսում էինք, մեծ հաշվով իշխանապողության նաեւ օրագարկից որ խոսում էինք, այդ հարցում եւս այս մեր աշխատանքը այսօրվա աշխատանքը բակային իր մեծ օգուտն է դալու, որովհետև այո առաջնահերթորեն պետք է նախ եւ առաջ թիմը ձևավորվի այդ անցումային փուլի կառավարումը իրականացնելու, թիմը իր համագարկող ղեկավարով, այդ ծրագրի շուրջ պետք է մեր ժողովրդին համախմբել եւ ոտքի հանել, այս առաջնահերթորեն այս հանգամանքը շատ կարեւոր է, միաժամանակ շատ կարեւոր է որ գլխավոր խաղացողները նամանավանդ մեր նկատմամբ, մեր երկրի նկատմամբ ոչ ճշտամական վերաբերմունք ունեցող դարբեր աշխարհական քաղաքական կենտրոնների հետ համահունչ պիտի լինի նաև այդ փոփոխությունը։ Առնվազն հագատրում պետք չէ լինի։ Եթե դարբեր կենտրոններ ոչ ճշտամական մեր այդ փոփոխության պատկերացած փոփոխությանը հագատրվի, մենք կցախողենք։ Այս հանգամանքը եւս մենք նկատի պետք ունենք, ուստի ներազգային ճակատում աշխատանքի զուգահեռ նաև արտաքին քաղաքական աշխատանքը զուգահեռ պետք է ընթանա, ես ասեցի, ինչ երկու գլխավոր նպատակների համար։ Պարոն հարցումս ավարտած է, եթե ունի այս ուղղությամբ շատ ավելի ակտիվ կլինենք, եթե մեր հնարավորությունները ոստեղ խոսքը վերաբերում է նյութական հնարավորությունը, որովհետև լոբինգ հասկացողությունը արևմուտքում Բանը, հա, նյութական ինչքան մեծ ծախսեր ես անում, այդքան ավելի արդյունավետ աշխատանք կարող ես տանել։ Միջայլոց նաև այստեղ կարող եմ ասել, որ մեր ծախսած գումարները, որը մեզ սնում է մեր ժողովուրդը, բևերի աչագիծները, հա, շատ, այսպես ասած, գաթիլ այդ գումարներ կուտակվում են եւ մենք այդ ծախսերը անում ենք, սակայն մեր ծախսած գումարների չափը եւ դարբեր այլ գազագերբությունների եւ կամ պետությունների ծախսած գումարի չափերը բան են անհամեմատելի են մենք եթե Վաշինգտոնում ասենք 5-6000 ամիսը 6000 ենք ծախսում Լոնդոնում 6000 ենք ծախսում ապա այնտեղ ամսական ծախսերը 50000-ից են սկսում 100000 դարին մի քանի միլիոն դոլար այսպեսին է այստեղ հետաքրքիրն այն է որ մեզ հաջողվում է դարբեր լուրջ լոբիստական գազագերբությունների հետ հասնել այդ պայմանավորվածության շատ չնչին գումարի շուրջ նրանք այդ ծառայությունը մեզ ինչ որ չափով մատուցում են ես կարծում եմ որ այս հանգամանքը պատահական չէ Պարոն Սոբյան իմ հարցումս ավարտած են ինձ դակամիզը մտված է 4 րոպե եթե ունիք որևէ խոսք մանավանդ է սպիրկի ինչ կուզեգեսել տաշից ազատ եք ընտրել այսօր շատ հարցերից չենք կարող խոսել, պիտի կենտրոնանանք գլխավոր օրագարկի շուրջ, օրագարկը ասեցինք ինչ է, անշուշտ սպիրկը ունի իր խնդիրները, ամեն քաղաքօջախ ունի իր խնդիրները, սակայն իմ խնդրանքն է եւ հորդորն է մեր հայության սպիրկում ապրող հայության, ինչքան էլ դեղական խնդիրները իրենց ստիպում է իրենց առօրյան հիմնականում լցնել դեղական հարցերով անպայման պետք է որպես հայություն, որպես հայ մարդ ժամանակ պետք է գտնեն եւ դեպուզ իրենց ունեցած քիչ հնարավորությունների եւ ժամանակային ռեսուրսի եւ մտավոր ռեսուրսի եւ նյութական ռեսուրսի ուղղությամբ անպայման Հայաստան այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ եւս
իրենք պետք է եւ մտածեն եւ ինչ չէ նաեւ այստեղ առողջ շրջանակների հետ ուժերի հետ կորձակցելու պատրաստ հոգեվիճակի մեջ լինեն ինչպես դուք ասացիք հա նույն եկեղեցի այս վրա հարցակումը եւս սպիրկը նորից հա սպիրկը ես չէի ասի սթափվում է սպիրկը բան Ազանքային վիճակ է, հայ մարդը սպիրկում տեսնում է ինչպիսի գարմիր քիզեր են խախտվում արդեն Հայաստանում մինչև այս հա պրոտուրքական քարոզներ չէ նույնիսկ ցեղասպանության հետ կապված հայությունը արդեն դերյակ է այսօրվա թշնամական իշխանությունները ինչպիսի մտածություններ ունեն դերյակ են որ նույնիսկ Արցախ բառը չեն օգտագործում այս ամեն ինչ արդեն բարձ է եւ այս իմաստով հայ մարդը ովքեր որ պիտի ստապեն պետք է ստապեն մինչ այժմ բայց այս ամբողջի վրա նաև ավելանում է մի այլ կարևոր եւս մի հանգամանք էս եկեղեցու հետ կապված խնդիրը կարծում եմ այս բոլոր ռազմավարական հարվածները մենք որ ստանում ենք որպես ժողովուրդ որպես ազգ վերջ-վերջո պիտի օգնի որ կարողանանք կորձակցել գլխավոր օրակարգի շուրջ Բարոն Ժիրայր Սեֆիլյան, Աստիոն ժողովրդական բևերի խորհրդի անդամ, հրամանատար, բարոն Սեֆիլյան, շնորհակալ ենք դարձյալ գանտիվին, շնորհակալ ենք որ ընդունեցիք իմ հրավերը եւ կմաղթեմ որ ձեզ հաջորդ հարցազրույցից մեջը Հայաստանի վարչապետը չի մնա Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն բարոն Սեֆիլյան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։